թանգարանը ինքնին արդեն դառնում է ոչ միայն մի վայր, որտեղ կարելի է գալ եւ տեսնել նմուշներ, այլ թանգարանը հանդես է գալիս որպես մի հարթակ, որն ունի կարևոր առաքելություն, տալ ինֆորմացիա, կրթել եւ բնականաբար մարդու մեջ առաջացնել զգացողություն, էմոցիա, սա շատ կարևոր է, որտեղ սա է առաջին հերթին կապում մարդուն տվյալ որևէ երևույթի հետ։ Մենք միշտ շատ ենք սիրում ասել, մեր թանգարանը առհասարակ զգացմունքի ու սիրո մասին է, սրտից սիրտ կապի մասին է, ժողովրդական արվեստը դա է իրականում։ Եվ ինչն ենք մենք կարևորում այսօր, հասկացել ենք, որ թանգարանային կրթությունը ունի շատ մեծ ազդեցություն, տարբեր ձևաչափերով, տարբեր ծրագրերի ենք աջակցել եւ իրականացնել, թանգարանի հետ էր սկսվում Արար ծրագիրը, որին ծանոթացաք վարպետների, թանգարանն իրականացնում էր ինքնության դարբնոց ծրագիրը, եւ մեր կրթական դպրոցը վերանվանվեց Folk Անիվ, որը անիվ է, որը խորհրդանշում է ոչ միայն այն, որ թանգարանը կարող է ճանապարհորդել նաեւ հեռավար գյուղեր, այլ նաեւ ցույց է տալիս ոչ նյութական, կարելի ասել, մշակութային ժառանգության շարունակականությունը եւ այդ պտույտը, ինչը մենք անչափ կարեւորում ենք։ Եվ շատ տարբեր փորձառություններ ենք իրականացրել, օրինակ մի ճամբար էինք իրականացրել, որի ազդեցության մասին եմ ուղղակի ուզում խոսել, թե ինչպես կարելի է մի ամսում փոխել ամբողջությամբ երեխայի մտածելակերպը եւ ինչպես կարելի է անգամ մեկ օրում այդ ազդեցությունը ունենալ։ Մենք իրականացրել էինք վարպետների 7 գաղտնիքները ճամբարը, որի շրջանակում երեխաները անցնում էին տարբեր արհեստներով, այսինքն սովորում էին տիրապետել արհեստի, այնուհետև ունեին իրենց գեղեցիկ թևնոցը, որի վրա յուրաքանչյուր արվեստից հետո դաջվում էր իր վարպետության աստիճանը, եւ ինչ էինք մենք արել, վերցրել էինք, աշխատում էինք այն ժամանակ դեռ մեր շատ սիրելի տիկին Լալա Մնեյանի հետ, որին նշենք, որտեղ այս ոլորտում շատ մեծ կարևոր դերակատարություն է ունեցել լուսահոգի տիկին Լալան, եւ ինչ էինք արել, վերցրել էինք այն բնավորության գծերը, որոնք ուզենայինք տեսնել 20 տարի հետո մեր անհատի քաղաքացու որպես որակ բարոյական, եւ դրանց շուրջ էինք կառուցել արհեստները։ Եվ չեք պատկերացնում, ինչ հետաքրքիր արձագանք էր, ինչպես էին երեխաները սովորում աշխատել միասին, ինչպես էին իրենք կարողանում միմյանց օգնել, եւ ինչ կարևոր դերակատարություն է այդտեղ տանում արվեստը, որը ձևավորում է անհատին, նաեւ կրթելով ու տալով լայն մտածելու եւ լայն տեսնելու հնարավորություն։ Այնուհետև այդ ձևաչափը բերեցինք էքսկուրսիոն տեքստերի մեջ եւ մի անգամ ունեցել էինք մի երեխա 12 տարեկան, որը եկել էր թանգարան խաղալի կատրճանակով ու պատրաստում էր մեզ բոլորիս հարցերը լուծել եւ այդ ձևաչափով այդ հեքիաթը ժամանակին իրեն ճիշտ չեն կարդացել եւ այդ ձևաչափով մենք փորձեցինք իրեն անցկացնել արվեստներով, արդեն էքսկուրսիայի կեսից այդ ատրճանակը դրվեց մի կողմ եւ ես անձամբ շատ եմ սիրում մեկ էքսկուրսիաներ տանել, որ հասկանալ երեխաների մտածելակերպը եւ տեսլականը ու միշտ վերջում հարց եմ տալիս, հիմա մի բառով նկարագրեք, թե ինչ է ձեզ համար թանգարանը, ինչ եք տանում այստեղից։ 12 տարեկան երեխան, որն ընդհանրապես հեռու էր մեր արվեստի թեմաներից, պտտվեց ու ասաց, որ ես հասկացա, որ մեր մշակույթը սրբություն է ու ես պետքա դա պահեմ։ Ուրեմն նշանակում է, որ մեր ծրագիրը իր ազդեցությունը թեկուզ փոքր ունեցավ, բնական է այդ օրը նա կվերադառնա տուն, միգուցե նորից նույն սովորությունները կվերադառնան, բայց ինչ-որ մի փոքր ծիլ այդ օրը իր մեջ դրվեց, որը հետո իր մասին խոսելու է եւ իր մասին ասելու է։ Ինչն է շատ ուրախացնում վերջին ժամանակներում, որ նման ծրագրերը մեծ խոնարհումս ձեզ, Խորին ջան, ձեր կազմակերպությանը, որ նման
Նման իրադարձություն եք ստեղծել եւ պետք է ասել նաեւ, որ Հայաստանում վերջին տարիներին շատանում են ծրագրերը եւ շատ կարեւոր է, որպեսզի այս ոլորտում կրթական նաեւ աշխատենք միասին, սա ինձ համար շատ կարևոր թեմա է, որը վերջին ժամանակներում շատ եմ միշտ մտածում, որովհետեւ մենք բոլորս ինչ-որ տեղերում գնում ենք եւ անում ենք, փոխում ենք իրադարձություն, բայց ինչքան նաեւ շատ լավ կլինի, որպեսզի այդ ամենը արվի մի հատ ընդհանուր երազանքի ու ընդհանուր տեսլականի շուրջ, որպեսզի այդ ամենը արվի նույն գաղափարի համար եւ ոնց որ բոլորս մեր տեղում, բայց նայում ենք նույն ուղղությամբ ու գործում ենք իրար հետ, դրա վառ օրինակը գորգագործությունն է, որը գործվում է հանգույցներով, մեզ այն յուրաքանչյուրը, թե որպես անհատ եւ թե որպես կազմակերպություն այդ հանգույցներից մեկն ենք։ Մենք շատ կարեւոր ենք որպես հանգույց մեր տեղում, առանց հանգույցի բացակայությունը արդեն ամբողջականության խախտում է, ու ինչքան կարեւոր է յուրաքանչյուր հանգույցի ներդրումը ամբողջական պատկերը ստանալու համար։ Դրա համար երևի մեծ երազանք է, որպեսզի նման հարթակները հնարավորություն ստեղծեն նոր նախագծերի, նոր կապերի ստեղծման եւ որոնք իրականում իրոք կարող են իրենց շատ մեծ ազդեցություն ունենալ։ Ես էլ երկար չեմ խոսի, ով որ մեր թանգարանում չի եղել, շատ ուրախ կլինենք բոլորիդ տեսնել եւ չեմ կարող նաեւ չնշել մի շատ կարեւոր իրադարձություն, որը շուտով Դիլիջանում վերաբացվելու է մեր մասնաճյուղը, որպես հայկական գործվածքի թանգարան։ Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են գործվածքով, համեցեք այնտեղ շատ գեղեցիկ ձևաչափով ներկայացնելու են հայկական տարբեր դպրոցները։ Շնորհակալ եմ։